Առավել ևս, որովհետև փորձը ցույց է տվել, որ այս ընթացքում, այս տարիների ընթացքում հենց ընդդիմությունը նեղն է ընկնում, փորձում է սադրանքներ հրահրել, դրանով ինքնապաշտպանվել, վերջում թողնել եւ հեռանալ կամ լավագույն դեպքում թաքնվել իրենց խմբակցության կանանց թիկունքում, ինչպես անում է փոքրիկ Քոչարյանը, իդեպ այսօր ևս Լևոն Քոչարյանը այդ թեժ պահերին թաքնվեց իրենց կանանցից մեկի թիկունքում։ Սա կարծում եմ շատ կարևոր արձանագրում է, որտև թե վերջինս, թե իր հայրը միշտ փորձել են ուժեղ տղու կերպարի տակ հանդես գալ, մինչդեռ մի անգամ ևս առիթ ունեցել եմ ասելու, շաբաթը մի քանի անգամ մարզումների գնալը բնավ չի նշանակում լինել ուժեղ տղամարդ կամ սատկած այրուծի վրա նստելը։ Այնպես որ, հարգելի քաղաքացիներ, ուզում եմ սա մեկ անգամ ևս ֆիքսենք։ Արդեն մի քանի օր է ազգային ժողովում մենք արտահերթ նիստեր ենք գումարել, շարունակում ենք մեր աշխատանքները, տարատեսակ թեմաների քննարկումներ ենք իրականացնում, երեկվանից էլ տիկին գլխավոր դատախազը ազգային ժողովի այս ամբիոնից մեզ ներկայացնում է միջնորդություն, կապված Քոչարյանի պատգամավորներից մեկին անձեռնախելիությունից զրկելու հետ, բայց նույն դաշնակները, պատիվ ունեմը, Քոչարյանի մյուս պատգամավորները փորձում են անլրջացնել այս process-ը եւ դեմքի լուրջ արտահայտությամբ իբր հարցեր են տալիս գլխավոր դատախազին, փորձելով ոչ հիմնավոր տպավորություն ներկայացնել, որ դատախազը այստեղ եկել է եւ ինչ որ ոչ հիմնավոր եւ որևէ թույլ գործ է ներկայացնում, մինչդեռ բացարձակապես հակառակն է եւ տիկին դատախազի ներկայացրածը սարսափելի մի իրականության մասին է խոսում։ Հարգելի քաղաքացիներ, բանից պարզվում է, որ այս դալիճում մեր կողքին նստած է եղել մի մարդ, Արթուր Սարգսյան անուն ազգանունով, ով մաս է կազմել, մասնակից է եղել մի օրհնված, ճակերտավոր օրհնված ահաբեկչության, որի ընթացքում վերջինս իր ընկերների հետ պատրաստվում էր սպանել ոչ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ոչ միայն ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին կամ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, այլ սիրելի քաղաքացիներ նաև ձեզանից մի քանիսին։ Այո, նրանք պատրաստվում էին այրել մեքենաներ, մի քանիսին գյուլել պատերի տակ, իմիջայլոց այստեղ իրենք ցույց են տալիս, որ իրականում իրենք ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ուղղակի անվանում են անասուններ կամ էշեր, այլ հենց հավատում են, որ դուք այդպիսին եք, հարգելի քաղաքացիներ, որովհետև չի կարող մեկը խոսել մի քանիսին գյուլելու եւ հետո ընտանիքին որևէ փոխհատուցում տալու մասին եւ արտահայտվել, որ այդպիսով այդ ընտանիքները կլինեն գոհ եւ երջանիկ եւ իրենք էլ կգան իշխանության։ Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այս ամեն ինչը շատ լավ գիտակցում են։ Ու վստահ եմ, որ նաեւ այս գիտակցումը հասկանում են այս նույն մարդիկ, ահաբեկչություն իրականացնող մարդիկ, որովհետև իրենք հասկանում են, որ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից ի վեր իշխանության գալ հնարավոր է միայն ու բացառապես արդար ընտրությունների միջոցով։ Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացին վաղուց իրենց քաղաքական աղբանոցն է նետել եւ իրենք քաջ գիտակցում են, որ միակ տարբերակը, որ կարող են գալ իշխանության, դա ահաբեկչությունն է, որը ի պատիվ եւ ի շնորհիվ Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգի բնում խեղդվեց այդ ձեր օպերացիան։ Շնորհակալություն եմ հայտնում առիթից օգտվելով եւս մեկ անգամ մեր իրավապահ համակարգին։ Հարգելի քաղաքացիներ, այս սրբապիղծ ահաբեկչական ծրագիրը ղեկավարում էր Տավուշից Երևան գալու ճանապարհին գառնուկներ գրկող, երեխաներին համբուրող եւ Աստծո անունից հանդես եկող, բայց միևնույն ժամանակ սատանայի հետ գործարք կնքած Վազգեն Գալստանյանը։
Սրանք խոսում են եկեղեցու անունից, խոսում են, որ այսօր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, խմբակցությունը, իշխանությունը դուրս է եկել հայոց եկեղեցու դեմ։ Այսօրվա իշխանությունը, հարգելի քաղաքացիներ, փորձ է անում եւ ամեն ինչ անելու է, որպիսի Սուրբ եկեղեցին ահաբեկիչների որջ սարքած անձանցից ազատի եւ իրականում վերադարձնի այն մարդկանց, ովքեր կրում են հոգևոր արժեքներ։ Բանից պարզվում է մեր հայոց եկեղեցու պատերի ներսում այսքան ժամանակ ահաբեկիչներ են բուծվել ընդամենը եւ սրբապղծություններ տեղի ունեցել։ Մեկն էլ Շիրակի մարզում կար եկեղեցականի սքեմով ու անընդհատ խոսում էր ռազմական հեղաշրջումից, բայց հենց փաստերի հայտ եկան եւ որոշեցին, որ իր հետևից են գնալու իրավապահ համակարգը, գնաց եւ թաքնվեց վեհարանում եւ դրանից հետո սկսվեց ամպագորգոր հայտարարություններ, թե վեհարանը սուրբ վայր է եւ այդտեղ որևէ գործողություն իրականացնել չի կարելի։ Լուրջ եք ասում, բա ձեզ կարելի է սրբապիղծ եւ ահասար սուր ծրագրեր մշակել եւ իրականացնել։ Ես գիտեմ, որ ձեզ մոտ միայն դա է լավ ստացվում։ Եվ երբ այս բացահայտումները տեղի ունեցան, սրանցից ոմանք հայտարարեցին, որ այդ ձայնագրությունները, այդ հրապարակումները արհեստական բանականությամբ ստեղծված ինչ-որ հրապարակումներ ու ձայնագրություններ են, բայց ես ուզում եմ ձեզ շնորհավորել, դուք այս հարցում անգամ արհեստական բանականությանն եք կարողանում հաղթել եւ անգերազանցելի եք։ Ես ապշած էի մի բանի վրա, որ այս օրերի ընթացքում սրանցից որևէ մեկը չեկավ եւ այս ամբիոնից որևէ դատապարտող նախադասություն մի միտք չհնչեցրեց բացահայտված ահաբեկչական ծրագրի մասին, բայց հետո էլ ինքս ինձ հարց եմ տալիս, ինչպես կարող էին գալ եւ դատապարտել այս ահաբեկչությունը, սպասվելիք ահաբեկչությունը այն մարդիկ, որոնց քաղաքական հայրերը հոկտեմբերի 27 եւ մարտի 1 կազմակերպած մարդիկ են, ինչպես կարող էին։ Այսօր էլ Արթուր Սարգսյանն եկավ այս ամբիոնից հայ տղամարդու կերպարից խոսեց, ներկայացրեց, որ ինքը իսկական հայ տղամարդ է եւ վերջում էլ ասեց, ինձ հարցերին չեմ պատասխանում, որպեսզի երեխաներիս եւ կնոջս հետ գնամ եկեղեցի։ Լավ, դուք ամոթ, մի գրամ ամոթ ինչ է չունեք, ու դուք դեռ համարձակվում եք եկեղեցու կողքով անգամ անցնել, կամ երբ խոսում եք ձեր անչափահաս երեխաների, 4 երեխաների մասին, ես իրականում ուզում եմ, որ Աստված բոլորիս երեխաներին առողջություն տա, բայց ուզում եմ մի բան հարցնել ձեզ, հա, վստահ եմ կլսեք։ Որ դուք պլանավորում էիք, դուք եւ ձեր ընկերները պլանավորում էիք մեքենաներ վառել, չգիտեմ ինչեր անել, չէիք մտածում, որ այդ մեքենաների մեջ եւս երեխաներ կարող են լինել, թե կարևորը ձեր երեխաների ապահովությունն է, որոնց դուք ձեր տարիների թալանած դղյակներում ապահով պահում եք։ Եվ ինչպես այսօր